Դեկտեմբերի 31-ն էր։ Երևանը շնչում էր տոնական եռուզեռով, բայց մեր տանը, Զեյթունի հին շենքերից մեկի 3-րդ հարկում, արդեն տիրում էր այն յուրահատուկ, քաղցր հոգնածությունը, որը լինում է միայն հայկական ընտանիքներում ամանորի գիշերը։ Սեղանն արդեն գրեթե պատրաստ էր, իր ավանդական տոլմայով, բուդով և իմ պատրաստած ընկույզի մուրաբայով, որ ամուսինս Տիգրանը պաշտում էր։ Մենք ամուսնացած էինք արդեն 7 տարի, ունեինք 2 հրաշք բալիկ, 5 տարեկան Արենը և 3 տարեկան Մանեն, ովքեր այդ պահին վազվզում էին տոնածառի շուրջը։ Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն էի համարում։ Տիգրանը հոգատար էր, աշխատասեր և ամենակարևորը՝ նվիրված։ Բայց ամեն ընտանիք ունի մի փակ դուռ, մի չասված պատմություն։ Մեր դեպքում դա Տիգրանի անցյալն էր, նրա առաջին սերը՝ Սոնան։ Նրանց բաժանումը եղել էր ցավոտ, տարիներ առաջ, դեռ ուսանողական տարիներին։ Ես գիտեի, որ նա շատ էր սիրել այդ աղջկան, բայց կյանքը նրանց բաժանել էր։ Սոնան մեկնել էր երկրից, իսկ Տիգրանը մնացել էր այստեղ, կոտրված սրտով, մինչև հանդիպեց ինձ։ Ես երբեք չէի խանդում անցյալին, քանի որ ներկան ամբողջությամբ իմն էր, կամ գոնե ես այդպես էի կարծում։ Ժամը 22:30-ն էր, դռան զանգը հնչեց։ Երևի մայրիկենք են, ասացի ես, շտապելով դեկի միջանցք։ Տիգրան, դուռը բացիր, ես ձեռքերս լվանամ։ Տիգրանը բացեց դուռը։ Շեմին կանգնած էր ոչ թե սկեսուրս, այլ առաքման ծառայության մի երիտասարդ տղա։ Նա ձեռքին պահել էր մի փոքրիկ կապույտ տուփ, զարդարված սպիտակ ժապավենով։ Տիգրան Ավետիսյան, հարցրեց տղան։ Այո, ես եմ։ Սա ձեզ է, ստորագրեք այստեղ։ Տիգրանը զարմացած վերցրեց տուփը։ Ես կանգնած էի նրա հետևում։ Երբ նա փակեց դուռը և շրջվեց, ես տեսա, թե ինչպես փոխվեց նրա դեմքի արտահայտությունը, երբ կարդաց տուփի վրա փակցված փոքրիկ բացիկը։ Այնտեղ ընդամենը 2 բառ էր գրված. Սոնայից։ Սենյակում լռություն տիրեց։ Նույնիսկ երեխաները, կարծես զգալով լարվածությունը, դադարեցին աղմկել։ Սկեսուրս, ով արդեն ժամանել էր և խոհանոցում էր, գլուխը դուրս հանեց։ Տիգրան, ով էր բալես։ Տիգրանը չպատասխանեց։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա դանդաղ բացեց տուփը մեր բոլորի աչքի առաջ։ Տուփի մեջ ոսկի չկար, ոչ էլ թանկարժեք նվեր։ Այնտեղ դրված էր մի հին մաշված ձայնասկավառակ, կասետա և մի ծրար։ Եվ կար ևս մեկ բան՝ հիվանդանոցային թևկապ, բիրկա, որ կապում են նորածինների ձեռքին։ Տիգրանը բացեց ծրարը, կարդաց առաջին մի քանի տողը և ես երբեք չէի տեսել նրան այդքան գունատ։ Նա հենվեց պատին, շունչը կտրվեց։ Տիգրան, ինչ է պատահել։ Մոտեցա ես, փորձելով նայել նամակին։ Նա նայեց ինձ, բայց կարծես ինձ չէր տեսնում։ Նրա աչքերում խուճապ էր և ցավ։ Նարին է։ Նրա ձայնը խզվեց։ Նարին է, ես պետք է գնամ։ Ուր, գոռացի ես։ Տիգրան, ժամը 11-ն է, նոր տարի է, ինչ է կատարվում։ Այդ աղջիկն է, հա, նա վերադարձել է։ Տիգրանը արագ հագավ վերարկուն։ Նա նույնիսկ չկապեց կոշիկների քուղերը։ Խնդրում եմ, Նար, ոչինչ չհարցնես, ես կբացատրեմ, եթե հասցնեմ, ես պարզապես պետք է գնամ։ Եվ նա դուրս վազեց։ Դուռը շրխկաց։ Ես մնացի կանգնած տոնական սեղանի, լաց լինող երեխաների և ապշած սկեսուրիս հետ։ Առաջին ժամը դժոխք էր։ Խանդը խեղդում էր ինձ։ Մտքերս իրար էին խառնվել։ Մտածում էի, նա գնաց նրա մոտ։ Նա դեռ սիրում է նրան։ Նա թողեց մեզ, իր ընտանիքին, ամանորի գիշերը, հանուն մի հին սիրո, ով հանկարծակի հայտնվել էր ու քանդել մեր կյանքը։ Սկեսուրս, տիկին Անահիտը, փորձում էր հանգստացնել ինձ, բայց ես տեսնում էի, որ նա էլ է վախեցած։ Աղջիկս, Տիգրանը խելացի տղա է, նա ընտանիքը չի քանդի, ասում էր նա, բայց ձայնը դողում էր։ Ժամը 2:15-ն էր։ Զանգերը հնչեցին հեռուստացույցով։ Դրսում հրավառություն էր, աղմուկ, ուրախություն, իսկ մենք նստած էինք լուռ։ Ես գրկել էի երեխաներին ու արցունքներս թափվում էին բաժակի մեջ։ Տիգրանը չկար, նրա հեռախոսն անջատված էր։ Անցավ ևս 2 ժամ։ Արենն ու Մանեն քնել էին բազմոցին։ Ես նստած էի պատուհանի մոտ ու նայում էի դատարկ փողոցին։ Զայրույթս արդեն անցել էր, մնացել էր միայն վախը։ Իսկ եթե վթար է եղել, իսկ եթե նա էլ երբեք չգա։ Ժամը 3:15-ին դուռը բացվեց։ Ես ցատկեցի տեղից։
Տիգրանն էր։ Նա ներս մտավ դանդաղ, ուսերը կախ, նրա վերարկուն թաց էր ձյունից։ Նա մոտեցավ բազմոցին, նստեց, եւ ես տեսա, որ նա լաց է եղել։ Տղամարդու զուսպ, բայց խորը լացով։ Տիգրան, շշնջացի ես։ Նա նայեց ինձ, աչքերը կարմրած էին։ Նարինե, արի այստեղ, ասաց նա ցածր ձայնով։ Ես նստեցի նրա կողքին։ Նա բռնեց ձեռքս։ Նրա ձեռքերը սառցակալած էին։ Սոնան մահացավ, ասաց նա։ Սիրտս կանգ առավ։ Ամեն տեսակ չար ու խանդոտ մտքերը վարկենապես անհետացան։ Ինչ? Հազիվ արտաբերեցի ես։ Նա Հայաստան էր վերադարձել 3 ամիս առաջ, շարունակեց Տիգրանը նայելով հատակին։ Նա քաղցկեղ ուներ, նար։ Վերջին փուլն էր, ոչ ոքի չէր ասել։ Ծնողները վաղուց մահացել են, ամուսին չուներ, նա մենակ էր։ Տիգրանը խորը շունչ քաշեց, կարծես օդը չէր հերիքում։ Այսօր նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Նա գիտեր, որ գնում է։ Նա խնդրել էր բուժքրոջը ուղարկել այդ տուփը ինձ, միայն երբ վստահ լինի, որ վերջն է, բայց առաքիչը շուտ էր բերել։ Դու գնացիր հիվանդանոց, հարցրեցի ես, զգալով, թե ինչպես է մեղքի զգացումը պատում հոգիս։ Այո, ես հասա, վերջին րոպեներին։ Նա ինձ էր սպասում։ Նա չէր ուզում մենակ մեռնել, նար։ Նա պարզապես ուզում էր, որ ինչ-որ մեկը բռներ ձեռքը։ Տիգրանը լռեց, արցունքը գլորվեց այտի վրայով։ Բայց դա չի ամենակարևորը։ Նարինե, հիշում ես տուփի միջի թևկապը։ Ես գլխով արեցի։ Դա Սոնայի աղջկա թևկապն էր։ Նա աղջիկ ունի, Լուսեն, 6 տարեկան։ Նա քո՞նն է, զգուշորեն հարցրեցի ես։ Տիգրանը նայեց աչքերիս մեջ։ Ոչ, Սոնան ամուսնացած է եղել Ռուսաստանում։ Ամուսինը լքել է նրանց, երբ իմացել է հիվանդության մասին։ Լուսեն հիմա հիվանդանոցի միջանցքում է, բուժքրոջ մոտ։ Նա աշխարհում ոչ ոք չունի, ոչ ոք, Նարինե։ Սոնան ինձ կանչել էր ոչ թե հրաժեշտի, այլ խնդրանքի համար։ Նա ասաց. Տիգրան, ես գիտեմ, որ դու լավ ընտանիք ունես, գիտեմ, որ կինդ հրաշք անձնավորություն է։ Խնդրում եմ, թույլ մի տուր, որ աղջիկս մանկատուն ընկնի։ Լռություն տիրեց։ Ես նայում էի քնած երեխաներիս, մտածում էի 6-ամյա փոքրիկ աղջկա մասին, ով հենց այս պահին ամանորի գիշերը կորցրեց մայրիկին եւ նստած է օտար հիվանդանոցի սառը միջանցքում։ Տիգրանը գլուխը դրեց ափերի մեջ։ Ես չգիտեմ ինչ անել, նար։ Ես իրավունք չունեմ քեզանից նման բան խնդրելու։ Դա քո կյանքն է, մեր երեխաների կյանքն է։ Ես նրան խոստացա, որ կհոգամ Լուսեի մասին, բայց չէի պատկերացնում, թե ինչպես։ Ես նայեցի ամուսնուս։ Այդ պահին ես տեսա ոչ թե իմ նախկին մրցակցիս տվերը, այլ մի մարդու, ում սիրտը չափազանց մեծ է։ Եվ ես հասկացա, որ եթե նա այդքան չցավեր ուրիշի համար, նա չէր լինի այն ամուսինն ու հայրը, ում ես սիրում եմ։ Ես վեր կացա, գնացի խոհանոց, մի բաժակ ջուր լցրեցի եւ վերադարձա։ Տիգրան, ասացի ես հաստատուն ձայնով։ Նա բարձրացրեց գլուխը։ Հագիր վերարկուտ։ Ինչու։ Գնում ենք։ Ուր, զարմացավ նա։ Հիվանդանոց։ Չի կարելի երեխային ամանորի գիշերը մենակ թողնել միջանցքում։ Մանկատան հարցերը հետո կորոշենք, բայց այս գիշեր նա պետք է տաք տանը լինի, մեր տանը։ Տիգրանը նայեց ինձ, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Նրա աչքերում երախտագիտություն կար, որը բառերով հնարավոր չէ նկարագրել։ Նա մոտեցավ, գրկեց ինձ ամուր եւ շշնջաց. Շնորհակալ եմ։ Այդ գիշեր մենք տուն բերեցինք փոքրիկ, վախեցած, խոշոր սև աչքերով Լուսեին։ Նա սեղմել էր կրծքին մոր տուփից հանված հին տիկնիկը։ Արենն ու Մանեն արթնացան, երբ մենք մտանք։ Զարմանալիորեն նրանք հարցեր չտվեցին։ Արենը պարզապես մոտեցավ, իր շոկոլադե ձմեռ պապիկը մեկնեց Լուսեին ու ասաց. «Վերցրու, չլացես»։ Անցել է 3 տարի։ Լուսեն հիմա մեզ մայրիկ ու հայրիկ է ասում, թեև գիտի, որ երկնքում ունի իր պահապան հրեշտակին, Սոնային։ Ամեն ամանորին մենք առաջինը բաժակ ենք բարձրացնում խաղաղության համար, իսկ հետո Տիգրանը միշտ նայում է ինձ ու ժպտալով ասում. «Սա մեր ամենալավ նվերն էր»։ Այդ օրը ամուսինս նվեր ստացավ անցյալից, որը փոխեց մեր ապագան։ Բայց այդ նվերը ոչ թե բաժանեց մեզ, այլ դարձրեց մեր ընտանիքն ավելի ամբողջական, ավելի մարդկային ու ավելի սիրով լի։